Կամ Facebook-ում մեղնելով կամ ինչ-որ on-line հարթակներում մի բան նկատեցի, որ մի հատ անձնավորություն, որ բավականին հաջողակ է, բավականին հարուստ է, հիմա էլ ջանք է անում մտնի քաղաքականության մեջ։ Ինքս ինձ հարց տվի, ասի, այ մարդն չի տա պետք։ Ամեն ինչ ունես, ինչ տապակաս։ Ու երբ որ մտածում եմ, գիտեք, մի հատ բանի եկա, որ հաճախակի մարդը չունենալով կյանքի նպատակ, ինքը միշտ պայքարների, փնտրտուքների մեջ է։ Ու մի բան եմ հասկացել, որ Աստված յուրաքանչյուր մարդու համար ունի ծրագիր։ Ու հիմա կարող եմ ասել, որ մեզանից գրեթե ոչ մեկը չի գտնվում 100%-ով այդ Աստծո ծրագրի մեջ։ Մենք ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բանում պակաս ենք դեռ։ Մենք դեռ ընթանալու տեղում ենք, հասնելու տեղում ենք։ Եվ երբ որ ես մտածում եի Աստծո խոսքի շուրջ խորհելով, աղոթելով, մտածում եի Աստված ջան, ինչ նպատակ ունես դու մեզ մարդկանցս համար։ Ինչ կա, ինչ պետք է անենք։ Կարծես թե անելու շատ բան կա, բայց ո՞րն է ճիշտը, ո՞նց անենք։ Ու գիտեք, Տերը մի հատ բան ցույց տվեց, որի մասին ուզում եմ այսօր խոսալ։ Աստծո կամքն է, որ ես եւ դու լինենք պտղատու։ Պտուղ բերենք։ Այսինքն լինենք մարդիկ, որոնք Աստծո համար կամ Աստծո արքայության համար պտուղ են բերում։ Բերեք մի հատ համար կարդանք սրա հիման վրա, որը գրված է Հովհաննես ավետարանի 15:16 խոսքում։ Ասում է, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ դրեցի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։ Շատ կարևոր մի հատ միտք, որ այստեղ ես ուզում եմ ես եւ դու ըմբռնենք, հավատանք, համոզվենք, հավատքով մոտենանք, որ Տիրոջ կամքն է, որ ես լինեմ պտղաբեր, պտղատու անհատ։ Ու հետաքրքիրը այստեղ սկսում է նրանից, որ Հիսուս ասում է, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի։ Լավ նորություն։ Այս երկրագնդի վրա միլիարդից ավել մարդ ապրում, բայց այդքան մարդու մեջից Աստված քեզ անձամբ քեզ ընտրեց։ Սա չգիտեմ ինչ բառերով ներկայացնեմ, որ սա ինչ մեծ առավելություն է, ինչ մեծ փառք է, որ լավ 8 միլիոն չվերցնենք։ Ասում են, թե ամենաքիչ հաշվարկներով աշխարհի վրա կա 10 միլիոն հայ։ Դուք պատկերացնեք 10 միլիոն։ 10 միլիոն։ Դրանց մեջից մեկը ես եմ։ Ու ասում եմ, ոչ թե դուք ինձ ընտրեցիք։ Ես հիշում եմ մի ժամանակ, մի անգամ կանգնած, սենց երկրպագում էի, աղոթում էի Տիրոջ, ասում էի, այ ինչ լավ բան եմ արել, որ ես ընդունել եմ քեզ եւ դառել եմ քրիստոնյա, ինչ լավ բան եմ արել, որ քեզ հավատացրել եմ, որ փրկված եմ հիմա։ Ու մեկ էլ գիտեք, Սուրբ Ոգին այդ ժամանակ իմ հոգուս մեջ ցույց տվեց, որ դա իմը չէր, դա ես այդքան լավը չէի, այդքան խելացի չէի, որ ընտրեցի Տիրոջը։ Այլ այս աշխարհի մեջ Տիրոջ մատը կանգնեց իմ վրա։ Եվ նա ինձ կանչեց։ Երբ որ Տերը ասում է կանչվածները շատ են, իրականում Տերը կանչում է, յուրաքանչյուր մարդու կանչում է։ Ընտրվում են նրանք, ովքեր արձագանքում են Տիրոջ կանչին։ Եվ Տերը ասում է,
Ես քեզ ընտրեցի։ Մի հատ ասա, Տերը ինձ ընտրեց։ Մի հատ ասա, Տերը ինձ ընտրեց։ Ես ընտրյալ եմ։ Ես ուղղակի ինչ որ պատահական մեկը չեմ, որ պատահական հայտնվեցի, այլ ես այն մարդն եմ, ում Տերը ընտրեց։ Ուզում եմ դու հավատաս սրան։ Տերը քեզ ընտրել է։ Բայց ընտրել է, որ դու գնաս և պտուղ բերես։ Ու քո պտուղը մնա։ Ձեր կյանքում եղել է բաներ, որ դուք արել եք, ինչ որ մի բանի հասել եք, մենք էլ անհայտացել է դա, կորել է։ Եղել է, ջանք ես դրել, աշխատել ես, մենք էլ մի օր արթնացել ես չկա։ Բայց Տերը խոստանում է, որ դու գնաս, պտուղ բերես, այդ պտուղը կմնա, որովհետև քո պտուղը կլինի հիմնված ոչ թե քո եսից, այլ նրանից, որ նա քեզ ընտրել է։ Ամեն։ Ուրեմն ես պետք է ընդունեմ այս փաստը, որ Աստված կամեցավ, որ ես լինեմ պտղատու մեկը, պտուղ բերեմ։ Մտածում ես քո կյանքի նպատակը ո՞րն է, ուզում եմ քեզ այսօր ասեմ, պտուղ բերել Աստծո արքայության համար։ Պտուղները տարբեր են, մենք կգնանք մի քիչ առաջ, բայց ուզում եմ ասեմ քո կյանքի նպատակը այս երկրի վրա, որ դու Աստծո արքայության համար պտուղ բերես, ու որ քո պտուղը մնա։ Ու հետաքրքիր մի բան ասեմ։ Մեկ էլ այս բանից հետո ասում է, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք իմ անունով տածես։ Ջոգին որ կապ կա մեր աղոթքի պատասխանները ստանալու և պտղաբեր լինելու մեջ։ Նկատել եք, որ պտղաբեր մարդիկ ավելի հաճախակի են ստանում Աստծուց պատասխան իրանց աղոթքներում, քան այն չորացած ճյուղերը, որ մենակ ուզում են։ Հաջորդ բանը, որ ուզում եմ տեսնենք, քո կյանքը կունենա արժեք քո պտուղներով։ Ինչքան շատ պտուղ ունես, այնքան շատ արժեքավոր է քո կյանքը։ Տերը քեզ ընտրել է, որ դու գնաս ու պտուղ բերես։ Ուզում եմ նաև ցույց տամ, որ իհարկե փառաբանել, երկրպագել Տիրոջը, սա մեծ օրհնություն է, առավելություն է, մեծ զորավոր երևույթ է։ Բայց մենակ խոսքերով, երբ որ դու կանգնում ես, կարող է ձեռքերդ բարձրացնում ես կամ չես բարձրացնում, պաշտում ես Տիրոջը, հավանական է, որ դա չբխի քո սրտից, ձևական լինի։ Բայց կոնկրետ մի բան ասեմ քեզ, Տիրոջ խոսքը ասում է, որ մեր պտուղները փառավորում են մեր Հորը, որ երկնքում է։ Ուրեմն Հովհաննես ավետարանի 15:8 Սրանով փառավորվեց իմ Հայրը, որ շատ պտուղ բերեք և իմ աշակերտները լինեք, ինչպես ինձ Հայրը սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։
Այս խոսքերը ցույց են տալի, որ պատխաբերությունը փառավորում է հորը։ Լսում ես։ Ուզում ես փառավորել Աստծուն, դու պետք է պտուղ բերես։ Բայց պատխաբերության համար, որպեսզի ես դառնամ պատխաբեր, ճիշտ պտուղներ բերեմ, ես պետք է հիմնված եղնեմ ճիշտ տեղում։ Եթե ես ճիշտ տեղում չեմ հիմնված, իմ պտուղները կարող են լինել ապարդյուն, կարող են լինել պտուղներ, որոնք իրանցից ներկայացնում են որոններ, որոնք հետո պետք է կրակը թափվեն։ Կամ ուրիշ խոսքերով Պողոս առաքյալի կասի, որ բոլորիս գործերը պետք է քննվեն, կրակով անցնեն, որոշը կմնան, որոշը կայրվեն։ Դու կմտնես Աստծո արքայություն, կփրկվես։ Բայց ուզում եմ այս արտահայտությունը օգտագործեմ, բայց որպես խանձվածներ, որտեղ քո պտուղը որում էր, հիմնված չէր ճիշտ տեղում, որն է ճիշտ տեղում հիմնված պտուղները, Հովհաննեսի 15-ի առաջի խոսքից, ես եմ ճշմարիտ որդը, Հիսուսն ասում, և իմ հայրը մշակն է, ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, նա կտրում է նրան, և ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտուղ բերի։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ես ձեզ հետ խոսեցի, կացեք ինձանում, և ես ձեզանում, ինչպես որ ճյուղն իր անձից կարող չէ պտուղ բերել, եթե որդումը չմնա, այնպես էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է, և ես նրանում նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել, եթե մեկը ինձանում չի մնում, նա դուրս է գցվում ինչպես ճյուղ և չորանում, և ժողովում են նրանց և կրակի մեջ են գցում և այրում։ Կարծես թե Տերը քիմիական բանաձև տվեց, ինչպես ես կարող եմ լինել պտղաբեր։ Պտղաբեր գրելու համար ես պետք է հաստատված լինեմ այն որդի վրա, որը կարող է ինձ դարձնել պտղատու։ Առանց նրա, Աստծո խոսքն ասում, ոչինչ չենք կարող անել։ Ինչքան ուզում է չարչարվենք, ինչքան ուզում է ջանք անենք, չենք կարող։ Եվ հետաքրքիր ասում է, այն ճյուղերը, որ պտուղ են բերում, նրանց հայրը մաքրում է։ Իսկ այն ճյուղերը, որ պտուղ չեն բերում, նրանց կտրում և կրակն է գցում։ Ես չէի ուզենա ես լինեմ այդ մարդկանցից, որոնց մի օր Տերը կկտրի ու կրակը կշպրտի։ Ես կուզեի լինեմ այն ճյուղերից մեկը, որոնց նա մաքրում է։ Ու մի հատ հետաքրքիր բան ասում է, դուք արդեն մաքուր եք, ու ասում է, ինչպես։ Ասում է, այն խոսքով, որ ես ձեզ հետ խոսացի։ Ու գիտեք որներ այդ խոսքը։ Ասում է, ինձանում մնացեք, ու ես էլ ձեզանում։ Միակ մեզ մաքրող խոսքը զորություն ունի այն, որ Հիսուսը մեզանում է և մենք նրանում։ Այս խոսքը կարող է մեզ մաքրել, այս խոսքը կարող է մեզ ազատագրել, այս խոսքը կարող է մեզ բժշկել, այս խոսքը կարող է ինձ հաղթություն տալ։ Ով կարող է ինձ հաղթել, եթե Հիսուսը իմ մեջ է։ Ով կարող է ինձ վնաս պատճառել, եթե ես Հիսուսի մեջ եմ։ Ոստեղ ասում է, որ այդ խոսքը արդեն մաքրելաց ես, մաքրումաց ես։
Փառք քեզ Հիսուս ջան, փառք քեզ իմ Տեր, գոհանում եմ քեզանից իմ Աստված։ Ուրեմն Հիսուսը ճշմարիտ ճյուղ որդն է, մենք ճյուղերն ենք։ Սա պետք է հասկանանք։ Չհիասթափվես, երբ որ դու պտուղ չունես։ Մեկ եղնում է իրավիճակ, երբ որ ես շտապ ունեմ, բայց ամեն ճյուղի համար կա սեզոն, չէ՞։ Երբ պետք է ինքը պտուղ տա։ Համի չենք կարա ստիպենք, որ կարողանանք թարմը նուր ուտենք, որովհետև սեզոնը չի, չէ՞, կամ դեղց, սիրում եք դեղց, հայկական դեղց, գնացեք դեղցից յարանը, ինչքան ուզում եք համոզեք, ամեն ինչ նորմալ է, մաքրած է, մաքրված է, բայց չունի այդ պտուղը, ինչի համար, որտև ժամանակը չի, բայց կարևորը ես ուզում եմ ասեմ, որ ես և դու մի բան պետք հասկանանք, որ ես ճյուղ եմ ինձանից ներկայացնում, ես որդը չեմ, ես չեմ որդին բարձրացնողը։ Երեկ, այսինքն ուրբաթ օրը Հայաստանի կոնֆերանսին ես մասնակցեցի, չնայած տեղ էի, բայց մասնակցեցի, Փառք Հիսուսին այդ հնարավորության համար, որ ես կարողացա միացնեմ ու Աստված ողորմացել էր, ինձ տունն էին թողել, աշխատանքին չէի այդ օրը, ու ես կարողացա մասնակցեմ ամբողջ օրը այդ ծառայությանը, լսեմ, ու մի հատ խոսք հնչեց, որ իմ սրտին շատ կպավ, սենց հարազատ էր, որ մեզանից չի կախված, մեր ջանքից չի կախված Աստծո կանչը, իմ շուստրությունից չի կախված, 2019 թվականին Ռենհարդ Բոնկին եկել էր Համբուրգ, իր կյանքի վերջին պաշտամունքը ստեղ Համբուրգում եղավ, որտեղ Համբուրգը ինքը համարում էր իր հայրենի հողը, որտեղ ինքը մեծացել էր։ Ինչի համար էր ձև համարում, որովհետև ինքը իհարկե ծնվել է Կյոնինգսհոֆում, հիմիկվակալում գրագդում, բայց պատերազմի ժամանակ իրանք եղել են մեր նման փախստական Դանիայում, պատերազմից հետո իրանք եկել են հետ Գերմանիա ու տեղավորվել են Համբուրգում, ու ինքը մեծացել է, դպրոց է հաճախել, հոգևոր աճել է, ստեղ այս քաղաքի մեջ։ Դե համար ինքը իր հրաժեշտի ծառայությունը, որ պետք է աներ, ինքը կազմակերպեց ստեղ Համբուրգում։ Ու գիտեք, երբ որ ինքը կանչ արավ, որ ուզում է աղոթի և Տիրոջ շնորհքով փոխանցի են կանչը, որ իր կյանքի մեջ կա ապագա սերունդին, ամեն այդ զարից 4000 մարդ կար այդ զարի մեջ։ Դրանցից մեկը ես էի, չմտածեք, որ ես մի քիչ ծույլիկ էի այդ հարցում, գլուխներ ջարդելով թռանք առաջ, այդ բեմի առջևը, որպեսզի հնարավորինս ինչքան հնարավոր է իրան մոտիկ լինենք։ Ես չեմ հիշում Դանիկը կար այդ ծառայության, թե չկար, Դանիկն է կար, ինչքան գիտեմ Լիլիթն է կար, Անին կար, թե չկար, չեմ հիշում, 19 թվականին, երբ որ Ռենհարդ Բոնկեի կոնֆերենցիա էր։ Այո, գլուխ ջարդելով թռանք ընդեղ։ Այնքան ինձ համար հիանալի էր, որ ես բեմի հենց առաջի հատում էի։ Սենց նայում էի Աստծո մարդուն, սենց անմիջապես առաջինը։ Ու հաճախակի մենք մտածում ենք, այս ձև
Այս ձևով է, որ մարդը կարողանում է Աստծո կանչը փոխել։ Բայց իրականում դա այդ ձև չի։ Իրականում Աստծո կանչը կախված չի իմ ջանքից, իմ խարիզմ ունենալու հիման վրա։ Ասեմ ձեզ, Աստված ինձ կանչել է, Աստված ինձ դրել է, ես հավատում եմ դա այդպես ու վստահ եմ, որ դուք եք հավատում, որ դա այդպես է, որ ես տեղովեմ։ Բայց ասեմ ձեզ, ինձանից հազարավոր խարիզմով մարդիկ կան, ավելի լավ, ավելի խելացի։ Մի անգամ աղոթում էի, ու ինձ թվացել է միշտ, որ ես պետք է ասենց ինչքան հնարավոր ուժեղ զորավոր աղոթեմ, որ աղոթքս հասնի երկինք։ Ով այդ ձեր մտածում։ Հավեսով բարձր աղոթում է իմ սենյակում, գիշեր էր դա, մոտ 3-ն էր ժամը, սենց ծնկներից վրա իջված անպայման աղոթք էի անում, սենց մի քիչ բարձր գորգորելով։ Մեկ էլ հոգուս մեջ լսեցի հանգիստ, հանդարտ ձայն, Տիրոջից մեր մի հատ հանգստացի, խաղաղվի։ Ես գիտեմ, որ դա Տերն է ասում, բայց չեմ հասկանում ինչի է ինձ ասում հանգստացի, եթե ես ուզում եմ իմ աղոթքի պատասխանը տենամ ու դրա համար ես պետք է ասենց ճանավոր աղոթեմ։ Տերոսավ հանգստացի, խաղաղվի։ Անկեղծ ասած, այդ բային հոգուս մեջ եկավ, որ ես ծնկներից հելնեմ, մի հատ կրստո կար, նստեցի այդ կրստոյի վրա։ Մեկ էլ մի բան ասա, որ փոխեց իմ ամբողջ աղոթքի կյանքը։ Դու չես կարող առնել Աստծո բարեհաճությունը։ Դու չես կարող առնել Աստծո բարեհաճությունը։ Այն որ Սառը ջուրն ասել, շապեցին վրես, ես մոլորվեցի, իմ ողջ աստվածաբանությունը միջև այդ պահը, կործես թե խարուխլա եղավ, քարուքան եղավ, ու մեկ էլ Տերը ցույց տվեց, որ նրա բարեհաճությունը մի տեղ բացահայտվեց։ Դա այն վայրում էր, երբ որ Հիսուսը մկրտվելուց հետո դուրս եկավ ջրից և Սուրբ Հոգին իջավ նրա վրա և երկնքից մի հատ ձայն եկավ։ Գիտեք որն էր, սա է իմ որդին, որի վրա իմ ամբողջ բարեհաճությունն է։ Ու այս նույն Հիսուսը ասում է ինչպես Հայրը ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում։ Ես ձեզ ընտրեցի, որպեսզի դուք գնաք ու պտուղ բերեք։ Այսինքն Աստծո բարեհաճությունը իմ վրա միայն ու միայն իր հիմս Հիսուս Քրիստոսի է։ Որքանով Հիսուսը իմ կյանքում կա, այնքանով էլ Աստծո բարեհաճությունը իմ վրա է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մնալ Քրիստոսի մեջ, մնալ Քրիստոսի մեջ։ Այս այն պոզիցիան է, այն դիրքն է, որտեղ ես կարող եմ դառնալ պտղատու, անգամ եթե այսօր դա չի երևում։ Լսում եք, մի հիասթափվեք, մի հոգնեք, մի ձանձրացեք, շարունակեք մնալ Հիսուսի մեջ, եւ դա ձեզ կդարձնի պտղատու, եւ դուք կունենաք շատ պտուղներ։ Աղոթել ոչ միայն այն ժամանակ, երբ որ դու կարիք ունես, աղոթել ոչ միայն այն ժամանակ, երբ որ ինչ-որ բան պետք է, այլ ամեն օր աղոթել, որտեղ աղոթքը մեզ օգնում է կանգնել Հիսուսի մեջ, աղոթքը մեզ օգնում է ճանաչել, հաղորդակցվել Քրիստոսի հետ։ Ստեղծիր քո համար աղոթքի կյանք։ Բարձրացրու քո մեջ, մի ձանձրացրու։ Մեկ ասում է, դες մի անգամ աղոթեցի, 10 անգամ աղոթեցի, 1000 անգամ աղոթեցի, աղոթի ամբողջ կյանքը, որովհետև աղոթքը դա Աստծո հետ հաղորդակցություն է։
մի բան ասեմ, ես ու դու կանչված ենք ապրելու Աստծո ներկայության մեջ։ Ու աղոթքը այն վայրն է, որտեղ Աստված ներկա է։ Լսում ես ինչ եմ ասում։ Աստված հաճեցավ։ Գաղտնի ծածուկ սենյակի մեջ քո հետ ժամանակ անցկացնի։ Միգուցե դա մոդայիկ չի, միգուցե դա արդեն ժամանակակից չի, բայց ստեղծի սարքի քո համար աղոթքի կյանք, աղոթքի սենյակ ունեցի։ Կարդա Աստծո խոսքը ամեն օր։ Մեկ եղել է, ես իմ մասին եմ ասում, չգիտեմ, մեկ եղել է, կարդում ես Աստվածաշունչը, ինչ կարդամ, գիտեմ էլի արդեն, կարդացել եմ։ Մի անգամ գայթակղություն ունեի, որ չկարդայի մինչև վերջ։ Օրինակ են, ասում է, իմաստուն մարդը իր ատումը շինում է, չէ, բոլոր կարակ չէ շարունակեք, գայթակղությունների շարունակություն չկարդալ, որտեղ արդեն գիտեմ, բայց ինքս ինձ ստիպում էի, չէ, կարդա միա, ու հերթական մի անգամ է ձեր, որ գայթակղությունն էի չկարդալու ու կարդացի, մեկ էլ այդ կարդալու ժամանակ Տերը հարց տվեց։ Ինձ թվում է, եթե չկարդայի, այդ հարցը չէր տալու։ Բայց կարդալու ժամանակ հարց տվեց, հիմա դու ո՞ր մեկն ես։ Իմաստունն ես, ով էր իմաստունը, ով որ լսում է։ Մի հատ հայկական հոլովակ կա, կամիզին Հայկո Մկոյից։ Սենց դժգոհ, սենց վիճակում ասում է, ախր հերս ասում էր, որ լսածեղների են ձեր բաների մեջ չէ ընգնի։ Ախր հերս ասում էր, ու ամեն այս փորձան ժամանակ ասում, ախր հերս ասում էր էլի ինձ, սենց բան է եղնա։ Մեկի կողից են մեկ ասում, ինչ էր ասում, այ ախպերքի հետ եմ ասում, էլի չեմ լսե ինչ էր ասում, որ լսածեղների կիմանայի։ Սաղմոս առաջի ասմանա, ով որ գիշեր ու ցերեկ խորում Տիրոջ օրենքի վրայով, նա կնմանվի ծառի, որ տնկված է ջրի կողք և իր ժամանակին իր պտուղը բերում։ Հնազանդվել Սուրբ Հոգուն, հնազանդվել Սուրբ Հոգուն։ Ես ասում եմ էսի, Հիսուսն ասավ, ես եմ որդը, դուք ճյուղերն եք։ Հետո ասավ, ինչով ենք մաքրվում, ինչով ենք դառնում պատրաստական պտուղ բերելու համար։ Ասում եթե իմ մեջ մնաք, և ես ձեր մեջ մնամ։ Ես ասում եմ, ինչպես կարող եմ ես այսօր մնալ Հիսուսի մեջ, աղոթելով, Աստծո խոսքը կարդալով, Սուրբ Հոգուն հնազանդվելով, և ապրելով սիրո մեջ։ Ինչ է նշանակում ապրել սիրո մեջ։ Առաջինը հավատալ Աստծո սերը քո նկատմամբ, որ Աստված քեզ սիրում է, քեզ ընդունել է։ Լավ իմացի, դու արժանի չէիր, ես արժանի չէի, բայց նա սիրել է, նա ընդունել է ինձ։ Եվ Աստծո խոսքն ասում է այնպես, ինչպես ինքը սիրեց ու ընդունեց, այնպես է դուք մեկը մյուսիդ ընդունեք և սիրեք։ Մենք մեկ խառնում ենք սերը զգացմունքների հետ։
երբ որ միտեղ գնում ես, քեզ ժպտում են, քեզ գրկում են, ցույց են տալի, որ քեզ սիրում են։ Բայց հավանական է այդ մարդիկ քո հետևից խոսում են։ Ես այդ ձեր բաների հանդիպել եմ։ Մարդու հետևից ինչ ասես ասել են, մեկ էլ այդ մարդը հայտնվեց, մեկ էլ են ցույց տվեցին, որ ես ախելանք էին ասում է։ Իմ կողմից հավանական է դուք զգացմունք չեք տեսնի, ձեր նկատմամբ, բայց ասեմ ձեզ, խոստովանեմ Տիրոջ առջև, որ այն խոսքը, որ Սամուելը ասավ, ես իմ սրտի մեջ գրանցել եմ, որ չեմ թույլ տա մեղք դադարել աղոթել ձեզ համար։ Իմ սիրո արտահայտությունը քո համար դա է, որ ես ամեն ժամանակ աղոթք եմ անում քո համար։ Անգամ այն ժամանակ, երբ որ ես նեղված եմ եղնում, ես շարունակում եմ քո համար աղոթել։ Անգամ այն օրը, երբ որ դու չկաս եկեղեցում, իմացի, ես աղոթում եմ քո համար։ Հնարավոր է մեկը քեզ ժպտա, քեզ սեր ցուցաբերի, բայց երբեք ծնները չծալի քո համար աղոթելու։ Եվ մի բան էլ ասեմ, առակած գիրքը սովորացնում ասում եմ, ոչ թե վազի այնտեղ, որտեղ քեզ շոյում են, այլ վազի այնտեղ, որտեղ քեզ հանդիմանում են։ Ինչի համար, որտեղ մենք փոխվում ենք, երբ որ մեզ հանդիմանում են։ Իսկ երբ որ մեզ շոյում են, մեր էգոն միշտ ճովելի է, որ ուղվում, բարձանում։ Առաջ գնանք, ժամանակ դեղում ենք պարկաս։ Պետք է իրար հետ կարդանք Հռոմեացիս 11-րդ գլխից, ուրեմն 16 խոսքից, չեք ձանձրանում, չէ, որ ես շատ խոսքեր եմ կարդում։ Կան քարոզիչներ, вообще խոսք չեն կարդում, ես չեմ կարող այդ ձև քարոզներ տամ։ Իմ քարոզները ես որ փորձում եմ պատրաստեմ, աջ ու ձախից խոսքեր են գալի, ես սա ուզում եմ մտցնել, մեկ-մեկին զսպում եմ, ասում լավ շատ ա եղնում, մի քիչ համարներ կնեմ։ Թե մեկ-մեկ եղնում է, ես քարոզ եմ գրեմ, ընդհանրապես քարոզ գրել չկա, Աստծո խոսքից համարները ուղղակի գրած։ Եթե երեխային սուրբ է, ապա զանգվածն է, եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն են, բայց եթե ճյուղերից ոմանք կոտրվեցան, և դու, որ վայրի ձիթենի էիր, նրանցում պատվաստվեցար, և հաղորդ եղար արմատին և ձիթենու պարարտությանը, մի պարծենար այն ճյուղերի դեմ։ Բայց եթե պարծենաս, դու չես արմատը վեր բարձրացնողը, այլ արմատն է քեզ։ Արդ կասեմ, կասես ճյուղերը կոտրվեցան, որ ես պատրաստվեմ, լավ, նրանք անհավատալության կոտրվեցան, իսկ դու հավատքով հաստատվեցար, մի ամբարտավանար, այլ վախեցիր, որովհետև եթե Աստված բնական ճյուղերը չխնայեց, միգուցե քեզ էլ չի խնայի, արտես Աստծո քաղցրությունը և սաստկությունը, կործվածների վրա սաստկությունը և քեզ վրա քաղցրությունը, եթե այդ քաղցրությունումը կենաս, ապա թե ոչ, դու էլ կկտրվես, և նրանք էլ, եթե անհավատությունում չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է դարձյալ պատվաստել նրանց, վասնզի եթե դու ի բնե վայրի ձթենուց կտրվեցար և բնության դեմ բարի ձիթենու վրա պատվաստվեցար, էլ որքան ավելի նրանք, որ բնական էին, կպատվաստվեն իրենց ձթենու վրա։ Մի փոքր բերեք խորհենք այս մտքերի վրա, այս խոսքերի վրա, որ կարդացինք այստեղ։
Ուրեմն նախ եւ առաջ մենք ամեն մեկը ծնվեցինք Ադամի սերունդից։ Ի բնույթ վայրի ձիթենուց։ Մենք մեր բնույթով մեր մեջ պարունակում ենք չարություն։ Նկատել եք, որ ամենաբարի մարդն էլ կարող է լինել չար։ Ամենալավն էլ կարող է վատ բաներ թույլ տալ։ Մեկ այդ չարությունը դուրս գալու համար պետք է ինչ-որ մեկը իր ոտքը տրորի։ Մեկ էլ լավ բան դուրս գալու համար պետք է ոտքը տրորվի, որ իրականում բացահայտվի, որ այս մարդը լավ է։ Բայց Աստվածաշունչը մեզ Հռոմեացիս գրքի մեջ ցույց է տալի, որ մենք վայրի էինք, Աստված մեզ պոկեց այդ վայրի ձիթենուց, այդ առաջի Ադամի բնույթից պոկեց ու պատվաստեց այն ողկուզի վրա, որ Հիսուսն ասում է ես եմ։ Ու հետաքրքիր է, որ մենք հիմա ես մի քիչ ուրիշ ուղղությամբ եմ ուզում բացատրեմ այս խոսքերը։ Մեզանից առաջ եղել են մարդիկ, ովքեր պատվաստված են եղել այդ ողկուզի վրա։ Մեզանից առաջ հավատացյալներ են եղել։ Մեզանից առաջ եղել են մարդիկ, որոնք պատվաստված են եղել այդ ողկուզի վրա։ Եվ մեզ էլ Տերը բերեց պատվաստեց։ Հավանականությունը կա, որ դու քո կյանքի մեջ կտեսնես ինչ-որ մեկին, որ քեզանից առաջ պատվաստված էր այդ ողկուզի վրա, որ ինքը հանկարծ տկարացրել է, ինքը ընկել է, կորցրել է։ Եվ մեզանից յուրաքանչյուրը ունի գայթակղություն հպարտանալու։ Օրինակ, ինձ համար ցավ է եղնում, երբ որ մենք լսում ենք, որ ինչ-որ մեկը իրան անվանում է, որ իրանք ամենաճիշտն են, ամենահոգևորն են, իրանց եկեղեցին ամենազորավորն է, մյուսների վրա ձեռը սենց թափ տալով ասա, էլի հեչ դրանց մեջ բան չկա։ Հնարավոր է իրանց թերահավատության պատճառով հայտնվել են մի քիչ տկար ավելի պոզիցիայում, քան դու ես գտնվում։ Բայց Տիրոջ խոսքը ասում է՝ մի հպարտացի, որովհետև ոչ թե դու ես ողկյուզը բարձրացնողը, արմատը բարձրացնողը, այլ արմատն է քեզ բարձրացնողը։ Ու մի օր այդ արմատը կարա որոշի, որ քանի որ դու հպարտացել ես, քո վիզը սկսել է ցցվել, իսկ ցցվելու դեպքում չորանում է։ Չորանալու դեպքում դու դառնում ես մեռած, ու դա գալիս է ժամանակը, որ քեզ էլ կարող են գտնել։ Ասում եմ, նրանք անհավատության պատճառով կորցրին, դու հավատքով հաստատվեցիր։ Բայց եթե դու դրա մեջ չհարատևես, դու էլ կնմանվես։ Գիտեք, Աստծո խոսքն ասում է, որ վերջինները կլինեն առաջիններ, առաջինները վերջիններ։ Ասել եք այս խոսքը։ Լավ խոսք է։ Իսկ եթե դու ես այդ առաջինը, գիտեք, ես իմ աղոթքների մեջ ունեցել եմ այս ձև աղոթքներ։ Տեր Աստված, ես կուզեմ քո տանդ մեջ, քարքայությանդ մեջ լինեմ ամենատկարը, բայց լինեմ Պողոս Առաքյալի նման, այսինքն մնացածը ավելի զորավոր։ Բայց մի քանի օր առաջ աղոթեցի, ասի Տեր, ես չեմ ուզի լինեմ այն առաջիններից, որ վերջում կլինեմ վերջինը։
Գիտեք, որ առաջինները վերջինն են դառնում, ովքեր հպարտանում են։ Մյուս ճյուղերին նկատմամբ։ Երբ որ նայում եմ ես շուրջս, ինչ որ մեկը պտուղ չի բերում, իսկ ես պտուղ եմ բերում, նայեմ անարգանքով իրանց նկատմամբ։ Սա ինձ տանում է կործանման։ Ես ուզում եմ եզրակացնեմ մի միտք, չնայած նրա, որ Աստված ցանկանում է, որ մենք պտուղ բերենք։ Չնայած նրա, որ մեր պտղաբերությունը փառավորում է Աստծուն։ Չնայած նրա, որ մեր կյանքի նպատակն է այս երկրի վրա Աստծո համար պտուղ բերել։ Եթե դու բաժանվել ես Հիսուսից, քո պտուղը փուչ է։ Եթե դու մի բան ես անում առանց Հիսուսի, ուզում եմ քեզ ասեմ, դու Քրիստոսի համար ավելի կարևոր ես, քան քո արած գործը։ Լսում ես։ Մի հատ ուշադիր լսի։ Դու Քրիստոսի համար ավելի կարևոր ես, քան քո պտուղը, քան քո արած գործը։ Դրա համար ինքը նախ եւ առաջ ուզում է, որ ես եւ դու սովորենք հաստատվել, քայլել, ապրել իր մեջ։ Եվ այդ ժամանակ մեր պտուղները կփառավորեն մեր Հորը, որովհետև դա կլինի ոչ թե նրանից, որ ես լավն եմ դրա համար պտուղ եմ բերում, այլ կլինի նրանից, որ ես լցված եմ Հիսուսով դրա համար պտուղ եմ բերում։ Ես կարա այստեղ կանեի, ձեզ մարտահրավեր անեի, ոգևորեի, որ գնացեք, հրավիրեք ուրիշներին, լցնենք եկեղեցին մարդկանցով։ Իմ հանձնարարությունն է այսօր, իմ ջանքն է այսօր, որպեսզի ես եւ դու սովորենք քայլել Քրիստոսի մեջ։ Այն խոսքը, որ Հիսուսը ասավ, որովհետև այդ խոսքն է մեզ սարքում, մեզ ունակ դարձնում, այդ խոսքն է, որ մեզ դարձնում է պտղաբեր, ասում է իմ մեջս մնացեք ու ես էլ ձեր մեջ։ Իմ կարծիքով ամբողջ աստվածաբանությունը հիմնված է սրա վրա։ Ամբողջ աստված ճանաչողությունը հիմնված է սրա վրա։ Մնալ Քրիստոսի մեջ, քայլել Քրիստոսի մեջ, ապրել Քրիստոսի հետ։ Երկու ծառայողներ իրար հետ գնում են անտառ, հանգստանալու, մի քիչ մտքերը ցրելու, կորում են անտառում։ Մեկը հովիվ է լինում, մեկը ավետարանիչ։ Անտառում կորում են։ Շատ ժամեր քայլելով, արդեն հոգնել են, արդեն ցավում ամբողջ մարմինը, ուզում են ինչ-որ միտեղ նստեն, բայց ապահով տեղ նստեն, որտեղ վտանգավոր է։ Արդեն մութն է անգնում։ Մեկ էլ հանդիպում են մի հատ խրճիթի, անտառապահի խրճիթը, որ խուր անտառների մեջ է, շատ հեռու է մեր միջից, բայց ուրախանում են։ Երբ որ մտնում են այս խրճիթը, մեկ էլ տեսնում են, որ շատ ցենց խաոսային վիճակ է ու ցուրտ է։ Իրանք իրար մեջ բաժանում են։ Այս հովն ասում է, ես հիմա այստեղ կարգի բերեմ, ավետարանիչին ասում է, դու գնա ցախել հավաքի, որ բերես փեչը վառենք, տաքանանք։ Մեկ է այս գործ անելու ժամանակ գլուխը բարձրացնում է, ինչ է, տեսնում ես ավետարանիչը վազելով գալիս է հետևից մի հատ արջ հանգել։ Սենց մտածում է, ինչ անի, ասում է, լավ, ես հեսա դուռը բացեմ,
այս ավետանը չկթրնի մեջը, ես այդ արջի առաջ դուրը կփակեմ։ Ու սենց դուրը բացած, կանգնած, սպասմա, որ եսա սենց պատկերացնում եք, չէ՞ այդ պահը, սենց ստարտի կանգնած, որ եսա դուրը փակելու է, մեկ էլ էս հենց ավետանը չհասնում է դռան մոտ, ինքը թռնում է արջը մտնում է այս տուն, այս հովն է սաբրաժակ ջանում ինչ կատարվեց, այս դուրը փակում է մի անգամից։ Ամենք արջն է տուն մտել, ոչ թե ավետանիչը։ Ու ավետանիչը դրսից ասում է, դու սրան դաստիարակի միջև ես մնացածին բերեմ։ Եկեղեցին հաճախակի նման է։ Հավաքվում ենք ստեղ, ամենքս ունենալով մեր խնդիրները, մեր պրոբլեմները, մեր դժվարությունները։ Մեկ հանդիպում ենք նրանից, որ մարդը իրան արջի պես ապահում։ Բայց իմ պատասխանատվությունը այսօր ոչ թե վազել քանակի հետևից, ոչ թե վազել փառքի հետևից, այլ աշխատել որակի վրա։ Իսկ որակը միայն ու միայն Քրիստոսի մեջ է։ Դրա համար իմ կանչն է այսօր։ Դու այսօր ունես հնարավորություն Հիսուսի հետ մեկանալու նրա խոսքի միջոցով ասելու այո Տեր, ես բռնում եմ քո խոսքը եւ որոշում եմ կայացնում իմ կյանքում քայլել քո խոսքի մեջ։ Լսեք, միակ բանը, որ ինձ կարող է մաքրել, Հիսուսն ասավ, նայած ես մաքրում, եթե մնաք իմ խոսքի մեջ ու ես եմ ձեր մեջ։ Ունես որոշում սրտիդ մեջ, մնալ խոսքի մեջ։ Ես այսօր քեզ ցույց տվեցի քո կյանքի նպատակ։ Ինչ ասում Աստվածաշունչը։ Իհարկե, մեր կանչվածությունները կարող են շատ տարբեր լինեն։ Հնարավոր է դու առաքյալ ես, մյուսը երգիչ է, մյուսը նվագող է, մյուսը ավետարանիչ է, մյուսը ինչ-որ ուրիշ գործի մեջ է կանչված Տիրոջ տան գործի համար։ Հնարավոր է կանչը մեր ուրիշ է, բայց մեր բոլորիս կյանքի նպատակն է Աստծո արքայության համար պտուղ բերելն է։ Եվ մեր պտուղները կարող են տարբեր լինել։ Բայց մի բան ունենք օբշի, սենց ասեմ, միասնական, մի բան ունենք, Քրիստոսի։ Գիտեք եկեղեցին և հայ եկեղեցի, ոչ թե այն ժամանակ, որ ընդեղ ճող քարոզ կա, ոչ թե այն ժամանակ, որ ընդեղ լավ երաժշտություն կա, երգ կա, լավ հանգանակություններ կան, եկեղեցին եկեղեցի է այն ժամանակ, երբ որ մարդիկ հավաքվում են Քրիստոսի շուրջ։ Մեկ կան հավաքույթներ, որ ինչ-որ անհատի, սենց խարիզմով անհատիկով են հավաքված։ Եկեղեցին այն ժամանակը, երբ որ մարդիկ հավաքվում են Հիսուսի շուրջ։ Ես եկել եմ Հիսուսի մոտ, դու եկել ես Հիսուսի մոտ, մենք կարող ենք ունենալ տարբեր հայացքներ, տարբեր մտածելակերպ, բայց մենք միաբան ենք Քրիստոսի մեջ, մենք միաբան ենք Քրիստոսի մեջ, և այս Քրիստոսը ինձ կարող է փոխել, այս Քրիստոսը կարող է ինձ փոխել, ուզում եմ մի հատ հարցնում, թե ուզես ձեռդ բարձացի, չես ուզի կարած չբարձացնես, դու ընդունում ես այն փաստը, որ դու փոխվելու կարիք ունես։ Գիտես, որ
ինչքան ուզում ա քեզ դաստիարակեն, դու չես փոխվի։ Ինչքան էլ ուզում եմ քեզ վկայեմ, միջև ապաշխարելս իմ մաման շատ ջանք էր տալիս, որ ինձ դաստիարակի, շատ։ Ես հիանալի մարդ եմ իրական, որ ունեցել եմ մամա, որ փորձել է ինձ դաստիարակել։ Բայց հաճախակի տեսնում է իմ մամայի աչքերի մեջ հիասթափություն, որովհետև իր դաստիարակության համար ես հակառակն էի անում հաճախակի։ Եկավ պարագա, որ հայրս միաբանվեց այդ դաստիարակությանը, որովհետև արդեն գողություն էի արել։ Իմ հերս իմ կյանքից մեջ 2 անգամ է ինձ ծեծել։ Որոնցից մեկը եղել է հենց գողության պատճառը։ Ասեմ ձեզ, որ դաստիարակությունն է ոչ մի բանով օգուտ չտվեց, որովհետև ես հետո էլի գողություն էի անում, ուղղակի մի քիչ իմաստուն էի դառել, հենց թաքուն էի անում, որ ոչ մեկը չէր իմանում։ Բայց շարունակում էի գողանալ։ Հետո հասավ նրան, որ դպրոցում փորձեցին ինձ դաստիարակել, դասատուները, դիրեկտորը, ուսմասվարը։ Հիմա այդ ձեր բաներ մոդա չկա, բայց իմ ժամանակով իմ դպրոցի դիրեկտորը եւ ուսմասվարը ինձ խփել են։ Իմ դասատուն իմ ականջները քաշել են։ Հիմա դրա համար դասատուներին կդատեին, չէ՞։ Կբանտարկեն, բայց եղել է։ Ու լավ են արել, բանկերս եմ ասում, լավ են արել, որ արել։ Բայց այդ ինչ օգնեց։ Հասավ մի պատիացեք, իմ մաման ջանքեր դնում, պապաս միացավ, դպրոցը միացավ, բայց հասավ նրան, որ ոստիկանները միաբանվեցին իրանց։ Բայց մենակ մի բան կարողացավ ինձ փոխել, երբ որ ես Հիսուսին անկեղծ ընդունեցի, ապրեցի ճշմարիտ ապաշխարություն, ոչ թե ձևական, լսեք ժողովուրդ, այսօր մարդիկ ասում են մի հատ արտասանի մի հատ աղոտ ու վсё դու փրկված ես, չէ։ Շիրա եղբայրն էր ասում ջանք, դու պետք է բռնես Տիրոջը։ Հանդիպեցի Աստծո խոսքի մեջ այն խոսքին, որ ասում է այլմուն թափելու չափ պատերազմեցիք մեղքի հետ։ Ու գիտեք ինչի համար է ես ալուն թափում, որ իմ Տիրոջը չտրտնեցնեմ, որպեսզի Հիսուսը ինձ նայի եւ ուրախանա։ Եվ որ մի օր մեր եկեղեցում Կիրովականի այն ժամանակ դեպի Կիրովական էր Վանաձորի Կարանի ակումբի բեմից ես քարոզում էի ու այդ օր այդ դահլիճի մեջ նստած էր իմ ուսուցչուհիներից մեկը։ Ու ինքը նստած ժամանակ տեսել էր, լավ գիտեր ինձ, բայց ինքը իր աչքերին չէր հավատում։ Ինչ համար չէր հավատում, որտեղ այն ինչ որ ես քարոզում էի, ուղիղ ճիշտ հակառակն էր այն ինչին ինքը ճանաչում էր։ Կողքին ստացում ասում եմ, կներեք մի հատ հարց տամ։ Սա Մհեր Մելիքյանն է։ Ասում եմ, հա։ Մի քիչ լսում է, որ Մհերը նորից ասում է, որ մենք պետք է պատերազմենք մեր բնավորության դեմ։ Ասում եմ, չէ, մի րոպե։ Կներեք, ձախ կողմի մարդուն հարցնում, կներեք մի հատ հարց տամ, սա Մհեր Մելիքյանն է։ Նորից ասում եմ, այո, ինքն է։ Երկրորդ տարոնից, ասում եմ, հա։ Մի հատ ժամանակ հետո իր դեմինի ուսին է խփում, ասում եմ, մի հատ հարց տամ, այս կողքիններս ոնց որ լավ չգիտեն։ Էսի Մհեր Մելիքյանն է երկրորդ տարոնից, որ 28 դպրոցն է գնացել։
քո տնեցիք պետք է տեսնեմ, որ դու փոխվել ես։ Հիմա գամ են իրավիճակին, միգուցե դու եղել ես այդ ճանավար, այդ ճյուղերից մեկը, որ պատվաստված է եղել Հիսուսի վրա, ու հիմա տկարացել ես, թուլացել ես, կորցրել ես, ու քեզ զգում ես կտրված մեկի, որ կորցրել ես այդ հաղորդակցությունը Տիրոջ հետ։ Մենք կարդացինք Հռոմեացիս գրքի